Երեք հրթիռակոծվել են Հալեպի հայաշատ թաղամասերը, առնվազն 4 սիրիահայ վիրավորվել է, 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տասնյակ ընտանիքներ երեխաների հետ ստիպված են եղել թողնել տները և պատսպարվել Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Ազատությանը փոխանցեց տեղի Գանձասար ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանը։ Ամբողջ Հալեպը Զանազան շրջանները մեջ հրթիռակոծումներ դերեկ ունենային։ Ինժեներ ապեդիկներ հրթիռներ արտադրեցին, մեկ ժամվա մեջ ավելի քան 20 հրթիռ արտադրեցին։ Եվ արտանախևեցան զոհեր, դեղացի զոհեր են հայեր ծգանարան։ Պատերազմի մեջ գտնվող Սիրիայից Երևան տեղափոխված հայերը վայրկյան առ վայրկյան նորությունների են սպասում։ Արդեն մոտ 1 տարի Երևանում ապրող Վահրամ Տեր Օհանյանը խանութ ուներ 3 հրթիռակոծված նոր գյուղում։ Դեռ չգիտի այն դուժել է թե ոչ։ Ընկերոջ հետ վերջին անգամ միայն 3 երեկոյան է խոսել։ Պատմել է, որ հրթիռները անձրևի նման էին թափվում երկնքից։ Շատ քեշվայել լսեցինք։ Ընկերս մի հատ ընկեր ունի մոտ դեղը, արապախոս պայծ քրիստոնյա գուլարգոս Երեգոյանի մի դուրս հետ խոսել ես, գուլարգոր ասեց մահին ազատեցա, շատ պիս վիճակի մեջ էր թաղամասը 2 հատ հրթիռ ընկեր է զոհավոր։ 2 օր առաջ Կիրակի էլ հրթիռակոծվել էր Հալեպի մեկ այլ հայաշատ թաղամաս՝ Ազիզիեն։ 3 տարի առաջ Հալեպի այդ թաղամասից Երևան տեղափոխված Լենա Շամլյանը վերհիշելով հրթիռակոծությունների տակ անցկացրած անքուն գիշերներն ասում է, կարծես պատերազմի դաշտում ապրեինք։ Մի կողմից ապստամբներն էին կրակում, մյուսից կառավարական զորքերը։ Հալեպում թողել է տունն ու խանութը։ Իրեն հասած տեղեկություններով վերջին հրթիռակոծությունից հետո դրանք կանգուն են, այս անգամ հարևաններն են տուժել։ Ինչ-որ հերատեսիլ են տեսանք, ինչ-որ գրծանք խոսիլ մեր բարեկամներ են, հարազատներ են, որ հոնդեղը Ազիզիե շրջանի մեջ, այսինքն ինքը շատ նշանավոր թաղամաս է նորեն, հայաշատ թաղամաս է, 2 հատ մեծ հրթիռ ինգած է։ Բարեբախտաբար մարդկային գորուշ չեն ունեցած, ինչ որ եղած է շատ մեծ վնասներ, նյութական շատ մեծ վնասներ, այսինքն 2 հատ հարգապաժին, 2 հատ բադշկամ ինգած է, ավտոները շատ մեծ վնասներ ունին, թաղը վնասված է շատ մեծ։ Հալեպի Գանձասար ամսագրի աշխատակիցը փոխանցեց, որ այսօր հրթիռակոծությունները դադարել են, սակայն քաղաքի բնակչության խնդիրները չեն լուծվել։ Հեռախոսակապը ընդհատումներով է գործում, ջուրը օրերով կտրում են, էլեկտրականություն օրական 1 ժամ են ունենում։ Պրոբլեմը ինչ է։ Ջուր չի գա, հոսանք չի գա, կուրան չի գա, փող չի գա, ոնց գիտելա։ Եվ 3 տարի առանց գործի։ Ինչ կանալ մեկը փող ունենա արդեն կվերջանա։ Հայաստան տեղափոխված սիրիահայերն էլ դժվարությամբ են կարողանում ոտքի կանգնել։ Լենա Շամլյանն օրինակ ընտանեկան մեծ բիզնեսը ղեկավարելու փոխարեն բավարարվում է Երևանի գետնանցումում գտնվող փոքր խանութով։ Հոգ չէ, ասում է, խաղաղ երկինքն էլ իր գինն ունի։ Հարսը գմտներ իմ մոդս առանց օժիդով դուրս գելեր։ Ձնընթափերով մաման գմտների մոդը լրիվ իր օժիդով մայրանոց կբարձրանար ուղագի, այսինքն այդպես էր, բայց այսօր ապարտանք վնաս չունի, ասալ գանցնի։